Գաղտնիք չէ, որ մարզային բնակչությունը հաճախ չի վստահում մարզային բժշկական կենտրոններին, գերադասելով հավելյալ գումար և ժամանակ ծախսել մեկնել մայրաքաղաք ավելի որակյալ բուժօգնություն ստանալու նպատակով։ Սակայն Արթիկ բժշկական կենտրոնի տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին գերատեսչությունների վարած ռազմավարության արդյունքում ակտիվացել է մարզային բժշկական կենտրոնների աշխատանքը, որի արդյունքում հնարավոր է դարձել մարզային բժշկական կենտրոններում ստանալ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում առավել մատչելի պայմաններով, վստահեցնելով, որ մարզային բուժսպասարկման որակը քայլ առ քայլ դառնում է ավելի ժամանակակից և արդյունավետ։ Արթիկ բժշկական կենտրոնը պոլիկլինիկ ծառայության մասով ներկայացնեմ, սպասարկում եմ մոտավորապես 45,000 ազգաբնակչությունը, որը իր մեջ ներառում է Արթիկ քաղաքը և 3 գյուղ գծագրված են մեր պոլիկլինիկ մասին, իսկ ստացիոնար մասով մենք սպասարկում ենք Արթիկ քաղաքը իր շրջակա գյուղերով, նաև ունենք այցելուներ Անի տարածաշրջանից, Անի համայնքի տարածաշրջանից, նաև Արագոցոտնի որոշակի գյուղերի բնակիչներ սպասարկում ենք նաև իրենց և նաև սպասարկում ենք բոլոր ցանկացողներին տարածաշրջան և տարածաշրջանից դուրս, որոնք ցանկանում են ստացիոնար պայմաններում մեր մոտ բուժում ստանալ։ Մենք գիտենք, որ տարիներ շարունակ հնուց եկած, այսպես ասած, արդեն կարծրացած տեսակետ կա ոչ միայն Շիրակի մարզում, այլ առհասարակ մարզային բնակչության շրջանում, որ լավագույն բուժսպասարկում ստանալու համար անհրաժեշտ է անպայման դիմել մայրաքաղաքային առաջատար բժշկական կենտրոններ, բայց կարծես թե այս տարիների ընթացքում, հատկապես վերջին տարիների ընթացքում այս կառավարության օրոք կարծրատիպեր են կոտրվում և բնակչության մեծ մասը արդեն իսկ կարողանում է տեղում ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այս մասով ինչ է անում Արթիկ բժշկական կենտրոնը։ Շատ բարի։ Իհարկե համամիտեմ, որ կան նմանատիպ կարծրատիպեր, բայց նշեմ մեր մարտավարությունն ու ռազմավարությունը դրա դեմ ուղղված։ Վերջին շրջանում Արթիկ բժշկական կենտրոնը վերազինվել է լաբարասկոպիկ սարքով, նոր և ժամանակակից լաբարասկոպիկ սարքով, որի օգնությամբ փակ եղանակով կատարում ենք բազմաթիվ վիրահատություններ, նաև վերազինվել ենք թվային ռենտգեն հետազոտության սարքով, որը շատ կարևոր առանցքային նշանակություն ունի պացիենտների ախտորոշման ճշգրտման փուլում, նաև վերազինվել ենք լաբորատոր հետազոտման 2 նոր սարքերով, վերազինվել ենք նաև գաստրոսկոպիկ հետազոտման սարքով, ուրեմն այլ և նմանատիպ շարունակական այլ վերազինումները հնարավորություն են տալիս ազգաբնակչությանը տեղում և ավելի մոտ բժշկական կենտրոնում ստանալ առավել արդյունավետ և ժամանակակից բժշկական օգնություն և սպասարկում։ Նմանատիպ մարտավարությունները բերելու են ի վերջո նրան, որ տարածաշրջանի բժշկական կենտրոնները ունենալու են այն մինիմալ պայմաններն ու հնարավորությունները տարածաշրջանի ազգաբնակչությանը պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Դա երկարատև, երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում ընդգրկված պրոցես է, որը առողջապահության նախարարության հետ համատեղ մենք մշակել ենք զարգացման ծրագիրը, որը բերելու է հանգեցնել նրան, որ տարածաշրջանի ազգաբնակչությունը սպասարկելու են պատշաճ և բարձր մակարդակի։ 2018 թվականից սկսած Արթիկ բժշկական կենտրոնը համալրվել է բազմաթիվ նեղ մասնագետներով, ինչի արդյունքում դիմելույթությունը եռակի բարձրացել է և մատուցվում են նախկինում երբևէ չմատուցված նեղ մասնագիտական ծառայություններ։ Ուրեմն Արթիկ բժշկական կենտրոնը ևս տարանջատենք պոլիկլինիկ ծառայություն և ստացիոնար ծառայությունը։ Պոլիկլինիկ ծառայությունն ունենք բոլոր նեղ մասնագիտական հագեցվածությամբ կաբինետներ, չունենք որևէ մասնագետի բացակայություն կամ անհրաժեշտություն։ Ստացիոնար ծառայությունում մենք մատուցում ենք ընդհանուր վիրաբուժական, թերապևտիկ և մանկական ինֆեկցիոն ծառայություններ ստացիոնար պայմաններում։ Կան բազմաթիվ ծրագրեր կապված բժշկական կենտրոնը վերազինելու և նորանոր նեղ մասնագիտացված ծառայություններ մատուցելու հետ, որի մեծ մասը, ինչպես վստահեցնում է բժշկական կենտրոնի տնօրենը, իրականացվելու է նոր կառուցվելիք շենքում, քանի որ ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս ընդլայնել ծառայությունները, իսկ նոր շենքի աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են։ Այս պահին մենք
ունենք համագործակցություն տարբեր նեղ մասնագետների հետ, որոնք պարբերաբար այցելություն են իրականացնում արդիկ բժշկական կենտրոն եւ մատուցում են համապատասխան ծառայություններ, բայց տեղեկացնեմ նաեւ, որ մենք ունենք նոր բժշկական կենտրոնի կառուցման ծրագիր, որ այս պահին շինարարությունը մեկնարկել է եւ եթե չեմ սխալվում, շինարարության ավարտ նախատեսված է մինչեւ 30 ամիս։ Այսինքն առաջիկայում արդիկ բժշկական կենտրոնի նոր շինության կառուցման հետ մեկտեղ մենք ունենանք բազմաթիվ հնարավորություն, բազմաթիվ այլ հնարավորություններ տարբեր նեղ մասնագետների հրավիրել ներգրավել արդիկ բժշկական կենտրոնում աշխատելու համար եւ կմատուցենք առավել ընդլայնված եւ առավել հասանելի բժշկական ծառայություն։ Հուսամ աշխատանքները շուտով կավարտվեն եւ մենք կվերազինվենք եւ նոր բժշկական կենտրոնով եւ նոր մասնագետներով։ Ընդամենը ամիսներ առաջ բժշկական կենտրոնը ձեռք է բերել նոր սերնդի լապարասկոպ, որի շնորհիվ բժշկական կենտրոնի վիրաբույժները կատարում են վիրահատություններ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով, աշխատունակության արագ վերականգնմամբ եւ հիանալի կոսմետիկ արդյունավետությամբ։ Ինչ խոսք կան վիրահատություններ, որոնք ուղղակիորեն հնարավոր չի կատարել շրջանի պայմաններում, բայց մեր թիմի շնորհիվ ունենք փորձառու բժիշկներ, նեղ մասնագետներ, մեր թիմի շնորհիվ փորձում ենք ու կատարում ենք այնպիսի վիրահատություններ, որոնք որ հնարավոր է կատարել շրջանի պայմաններում, որպեսզի մեր բնակչությունը ստիպված չլինի հասնել Երևան այն վիրահատությունների համար, որոնք հնարավոր է կատարել տեղի պայմաններում։ Մի քանի ամիս առաջ նոյեմբերին հիվանդանոցը ձեռք բերեց նոր սերնդի լապարասկոպ, ինչը մեզ թույլ տվեց վիրահատությունները, որոնք կատարվում էին բաց եղանակով, կատարել նաև լապարասկոպիկ եղանակով, չնայած որ նախկինում եւս կատարվել են մեր բժշկական կենտրոնում լապարասկոպիկ վիրահատություններ, ներկա պահին մեր բաժանմունքում կատարվում են դորովայնի խոռոչի բաց եւ լապարասկոպիկ եղանակով վիրահատական միջամտություններ, ուրոլոգիական, պրակտոլոգիական, ինչպես նաև վահանաձև գեղձի վիրահատություններ ունենք 2 վիրահատարան։ Արդիկ բժշկական կենտրոնում վիրաբուժական ծառայությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան իրականացնելուն միտված քայլերը շարունակական են լինելու։ Չնայած այն բանի, որ առաջիկայում պետությունը պլանավորում է կառուցել նոր բժշկական կենտրոն Արդիկի համար, մենք չենք փորձում սպասել այդ իրադարձությանը, այլ տվյալ պահին փորձում ենք համալրվել այլ նոր սարքավորումներով, որպեսզի հնարավոր լինի մեր մատուցած ծառայությունների, մեր կատարած վիրահատությունների ծավալը ավելի ընդլայնել։